Ռուսաստանահայ հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանի կարծիքով Հայաստանի անկախության նախորդ 25 տարիները բավարար էին պատմությունը գնահատելու և եզրակացությունների համար, իսկ այժմ ժամանակն է երկիրը հաջողակ ու բարգավաճող դարձնելու համար։ Մենք անցել ենք մի ոչ դյուրին փուլ, շատ լուրջ ճգնաժամից դեպի վերականգնում, և այժմ մեր ամբիցիաների հարցն է, թե ինչպես անել, որ ճգնաժամից վերականգնված բավականին կայուն երկիրը դարձնենք ծաղկող և հաջողակ։ Ավրորա մարդասիրական նախաձեռնության Տաթևի ճոպանուղու, Դիլիջանի միջազգային դպրոցի և Հայաստանում իրականացվող այլ ծրագրերի համահիմնադիր գործարարն ազատության հարցին ի պատասխան ընդգծեց. ինքը հասկանում է, երբ հայաստանցիները ցանկանում են այսօրվա խնդիրները լուծված տեսնել, բայց իրենց քայլերը ուղղված են 20-ից 25 տարի հետո ուրիշ Հայաստան ունենալուն։ Մեր բոլոր պրոյեկտները իրար հետ կապված են, այդ պրոյեկտները ուղղակի կապված են ոչ թե այսօրվա հարցերի պատասխան տալու, ավելի շատ 15-20 տարի հետո։ Եվ երբ որ մենք անում ենք Ավրորան, որը մրցանակից անում են փողը, որ պիտի տան նորից ուրիշ մարդ կրպելու համար, եւ մենք Հայաստանը դրսևորում ենք որպես երկիր, որը զբաղվում է մարդասիրական արժեքների հետ կապված հարցերով։ Եվ նույն ժամանակ մեր մոտ երեխեքն են սովորում 75 երկրներից մեր դպրոցում, որոնք մեծամասնությունը եկել են շատ ծանր երկրներից, որ մեջ կոնֆլիկտներ կան, դա իր հետ կապված է։ Եվ մենք անում ենք Տաթևը տուրիզմը եւ անում ենք, որ դա տուրիզմը զարգանա, Ավրորան բերում է հետաքրքրություն ինչ է կանում Հայաստանը, ինչի է Հայաստանը զբաղվում այդ հարցով, իրանք հետաքրքրություն են ցեղասպանության մասին, մեր քրիստոնեության պատմության մասին, մեր պատմության մասին, դրա համար մեր բոլոր պրոյեկտները կապված են։ Ուղղակի իրանք մարգինալ են այն հաշվով, որ ձեր հարցի մեջ կա, որ իրանք այսօրվա խնդիրներին չի պատասխանում։ Իրանք խոսում են 20-25 տարի հետո մեծ օգնություն, մեծ փոփոխություն բերող բաների մասին, որը իհարկե դժվար է եւ ընդունել եւ հասկանալ եւ կարող ենք սխալվում ենք, դա էլ պիտի ընդունենք, բայց մենք հաշվում ենք այդ ճանապարհը Հայաստանը փոխել ոչ թե մի քիչ լավացնել, այլ դարձնել ուրիշ երկիր։ Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից ի երախտագիտություն իրենց փրկողների տրվող Ավրորա երկրորդ մրցանակի հանձնումը տեղի կունենա առաջիկա կիրակի օրը, մայիսի 28-ին։ Ավրորայի համահիմնադիր Վարդանյանի կարծիքով $1 միլիոն մրցանակը Հայաստանից դուրս իրականացվող մարդասիրական ծրագրերին տրամադրելը խիստ կարևոր է հենց Հայաստանի համար։ Մյուս հարցը իհարկե մենք հասկանում ենք, որ ինչ որ մենք անում ենք մի քիչ հարցեր է ծագում, բայց ինչի մեզ այդ փողը չգնում հայ խնդիրների լուծման վրա, գնում այն ուրիշ մարդկանց, բայց մեզ թվում է, թե մենք չփորձենք հասկանանք, որ մենք պիտի անենք ինչ-որ բաներ ուրիշների համար էլ, եւ ես ուզում եմ հիշեցնեմ արաբ ընտանիքները, որ շատերը փրկել են հայ երեխեքին 100 տարի առաջ, հարուստ չեն եղել։ Հարուստ բարի ելնելը հեշտ է, ավելի դժվար է, որ դու բարի ես ոչ հարուստ ունելով։ Ռուսաստանաբնակ գործարարը այսօր Երևանում մասնակցում էր Հայաստանի անկախության 25 տարիների անցումային շրջանը ամփոփող կոնֆերանսին։ Վարդանյանը, ով վարչապետ Կարեն Կարապետյանին աջակցություն հայտնած եւ Հայաստանում ներդրումներ խոստացող գործարարների ցանկում է ազատության հետ զրույցում նշեց. իրականացրած ծրագրերը բավարար չի համարում։ Ցավոք սրտի կամ դագարակը կարող է իմ բախտն է, ես անկում բավարարված չեմ ինձանից առաջին հերթին, ես ավելի շատ պահանջ իմ հայրս տենց էր, որ մեր նկատմամբ միշտ պահանջը եւ այն ինչ պիտի անենք միշտ դնում են այն մակարդակի, որ միշտ կյանքում չէր կարող հասնել։ Դա համար բավարարված չեմ պատկերացնում ես կյանքում ելնեմ, ես ուրախ եմ, որ չնայած դժվարություններին մենք առաջ ենք անցել եւ շատ բան արել ենք, իրականացրել ենք։ Շատ դժվարություններ ենք տեսել, շատ բաներ չի հաջողվել, ոչ բոլորն ենք արել ինչ որ մենք բանավորում ենք, բայց իհարկե ճանապարհը որ անցել ենք հիմա հետ նայելով արդեն ուրախանում ես, որ այդքան արել ենք, չնայած ամեն ինչի։